Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այս տեսանյութում կցուցադրեմ, թե ինչպես եմ տան պայմաններում պատրաստում նուրբ քաղցրահամ կաթնաշոր տնական կաթից։ Այս տարբերակով կաթնաշորը ստացվում է առանց ավելորդ թվայնության, որովհետև կաթի մեջ ավելացնում ենք ոչ թե քացախ կամ կիտրոն, այլ քաղցրահամ մածուն։ Սա այն մթերքն է, որը ես պատրաստում եմ իմ 1 տարեկան փոքրիկի համար, վստահ լինելով, որ տալիս եմ ամենաբնական եւ օգտակար կաթնաշորը։ Եթե դուք եք փնտրում փափուկ, նուրբ տան պայմաններում պատրաստված կաթնաշորի լավ եղանակ, սա հաստատ կսիրեք։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 2 լիտր տնական կաթ եւ մածուն։ Կաթը առանց եփելու ես դրել եմ սառնարան, որպեսզի հնարավոր լինի անզեն աչքով տեսնել, թե որքան յուղայնություն է պարունակում տնական կաթը։ Սա կաթի հումսերն է, որը մենք անվանում ենք ռեժան կամ հրաժան։ Եթե ձեռք եք բերել գործարանային արտադրության կաթ, ապա յուղայնությունը բարձրացնելու համար 2 լիտր կաթին ավելացրեք 200 մլ սերուցք։ Կաթը դնում ենք ցածր կրակի վրա եւ թողնում ենք եռամ։ 2 լիտր բարձր յուղայնություն ունեցող կաթից ստացվում է մոտ 400 գրամ կաթնաշոր։ Նույնքան կաթնաշոր չի ստացվում գործարանային կաթից, քանի որ բաղադրությունները տարբեր են։ Երբ կաթը սկսում է բարձրանալ, 1 լիտր կաթի համար ավելացնում ենք 3 լիքճաշի գթալ մածուն։ Ես պատրաստում եմ 2 լիտր կաթով, հետևաբար ավելացնում եմ 6 ճաշի գթալ մածուն։ Մածունը ավելացնելուց հետո մի լավ խառնում ենք եւ ինչպես նկատում ենք, կաթը անմիջապես կտրվում է։ Սիրելիներս, մածունով պատրաստված կաթնաշորը ստացվում է ավելի փափուկ, նուրբ եւ քաղցրահամ։ Ինչպես տեսնում եք, պատրաստման մեջ բարդ բան չկա։ Նման համեղ օգտակար կաթնաշոր հաստատ խանութից չեք գնի։ Տնական կաթնաշորը պարունակում է ավելի շատ սպիտակուցներ, կալցիում, ֆոսֆոր, վիտամին B12։ Կաթնաշորը առանձնանալուց հետո կրակը անմիջապես չենք անջատում։ Այն եփում ենք եւս 2-ից 3 րոպե, մինչև շիճուկը դառնա թափանցիկ։ Հեղուկ զանգվածը դեռևս սպիտակ է։ Դա նշանակում է, որ կաթնաշորը ամբողջությամբ չի առանձնացել։ 2-ից 3 րոպե եփելուց հետո շիճուկը դառնում է թափանցիկ եւ ամբողջ կաթնաշորը առանձնանում է։ Կրակը անջատելուց հետո զանգվածը այսպես թողնում ենք կաթսայի մեջ մոտ 30 րոպե, որպեսզի ստանանք ամենահամեղ եւ օգտակար կաթնաշորը, այնուհետև քամում ենք։ Սիրելիներ, շիճուկը չենք թափում, այն բավականին մեծ սննդային արժեք ունի։ Դրանով կարելի է պատրաստել համեղ նրբաբլիթների շերտեր կամ պատրաստել գյուղական հաց։ Այն կարելի է այսպես էլ խմել, քանի որ այն մաքրում է անոթները, օգնում է մարսողությանը։ Կաթնաշորը կարող եք քամել մի քանի տաք ծալված թանձիվով կամ հատուկ ցանցով։ Այսպես թողնում ենք մոտ 5 րոպե, այնուհետև պատարագ օգնությամբ տրորում ենք։ Ստանում ենք ամենահամեղ, ամենաօգտակար կալցիումով հարուստ կաթնաշորը։ Սիրելիներս, իսկ ձեզ ծանոթ էր կաթնաշոր պատրաստելու հենց այս բաղադրատոմսը, գրեք մեկնաբանություններում, շատ հետաքրքիր է։ Այսօր էլ մածունով կաթնաշոր պատրաստելու այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։